Դե ինչ բարի լույս, բարի առավոտ, սիրելի հեռուստադիտողներ։ Շարունակում ենք մեր ընթացքը եւ փետրվարի 4-ը, ինչպես եթերի ամենասկզբում էլ ասացինք, ամբողջ աշխարհում նշվում է որպես քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր, որը հիշեցնում է ոչ միայն հիվանդության լրջության, այլ նաեւ պայքարի, գիտության, վաղ ախտորոշման եւ մարդկային կյանքի փրկության հնարավորությունների մասին, այո։ Այսօր, երբ բժշկությունն արագ քայլերով առաջ է շարժվում, քաղցկեղն այլևս դատավճիռ չէ, այլ հիվանդություն է, որի դեմ կարելի է եւ պետք է պայքարել ճիշտ ժամանակին եւ ճիշտ մոտեցումներով։ Արդեն 6-րդ տարին անընդմեջ Հայաստանում անցկացվում է հայկական ուռուցքաբանության կոնգրեսը, որը այս տարի կրում է խորհրդանշական խորագիր «Հայկական ուռուցքաբանություն» համարձակ ծրագրերից դրանց իրագործում։ Քաղցկեղի դեմ պայքարի արդի մարտահրավերների վաղ ախտորոշման կարևորության եւ բուժման նոր մոտեցումների ու իհարկե առաջիկա կոնգրեսի կարևորության մասին կզրուցենք մեր հյուրի հետ։ Մեր հյուրն է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի կրծքավանդակային վիրաբուժության եւ ինտերվենցիոն թոքաբանության բաժանմունքի վարիչ, թորակալ վիրաբույժ Տիգրան Բյուզանդյանը։ Բարի առավոտ, պարոն Բյուզանդյան։ Շնորհակալություն հյուրընկալվելու համար, շնորհակալ ենք, որ առավոտը հենց մեզ հետ եք սկսում եւ այսքան էլ կարեւոր թեմայի ենք անդրադառնում։ Եվ առաջին հարցը կարծես թե հենց օրվա խորագրին անդրադառնանք, ինչ նշանակություն ունի քաղցկեղի դեմ միջազգային պայքարի օրը առհասարակ մասնագետների եւ հասարակության համար։ Մեզ մոտ այսօր 1 տոն է եւ 1 պայքարի դեմ միջազգային օր։ Առաջին խորհրդանիշը փետրվարի 4-ի դա բժիշկ ուռուցքաբանների միջազգային մասնագիտական տոնն է։ Եվ ուստի շնորհավորում եմ բոլորին գործընկերներին, այո։ Եվ փետրվարի 4-ը 2000 թվականից սկսած նշվում է նաեւ որպես քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր, առաջին անգամ այդ գաղափարը առաջ է քաշվել Փարիզում եւ արդեն այս տարի 26-րդ հերթական պայքարի օրն է եւ 25-ից 27 թվականների համար ընտրված է հետեւյալ խորագիրը միավորվելով յուրահատկությունների շուրջ։ Այո, քաղցկեղի բուժման ժամանակակից փիլիսոփայությունը հետեւյալ մարտահրավերներ ունի, որ յուրաքանչյուր կլինիկական դեպք, յուրաքանչյուր մարդու ճակատագիր դա յուրովի պատմություն է եւ բացի փիլիսոփայական արժեքից այս ամենի, դա նաեւ կրում է մասնագիտական քայլերի հաջորդականություն եւ բուժման ճիշտ ընտրություն, որը յուրաքանչյուր կլինիկական դեպքի համար ընտրվում է յուրովի։ Ես ուզում եմ իմանալ, այսօր ինչքանով է փոխվել եւ բժշկության ընկալումը քաղցկեղի հանդեպ եւ նաեւ հասարակության ընկալումը։ Կան արդյոք որևէ փոփոխություններ։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս, իմ աշխատանքային փորձը մոտ 5 տարի է եւ արդեն որպես բժիշկ կրծքային վիրաբույժ 2021 թվականին, երբ ես նոր եկա Հայաստան եւ անցա աշխատանքի, մարդկանց ընկալումը քաղցկեղ բառի մի քիչ այլ էր։ Եվ մարդուն ասում էի, որ քո մոտ քաղցկեղային հիվանդություն, շատերի մոտ պանիկա, շատերի մոտ վախ, բայց բարեբախտաբար ժամանակակից ինֆորմացիոն հոսքերի տարածման արագությունը գնալով մեծանում է օրեցօր եւ մարդիկ արդեն բոլոր իրենց վախերը ինքնին ճնշում են, քանի որ տեսնում են ինֆորմացիա, չունեն գաղտնիքներ եւ այլն եւ նույնը միշտ փոխանցում ենք մենք մեր բուժառուների հարազատներին, որ պետք չէ գաղտնիք պահել ախտորոշումը, այո, բուժառուն կարող է ամեն ներբություն չիմանալ, բայց նա պարտավոր է իմանալ ինչ հիվանդության է նա առնչվում դրալ պահել։ Գիտեք, բառը ներողություն խնդրում եմ, այդ բառը ինքնին վախենալու է եւ երբ անգամ բարորակ նորագույացություն է կամ բարորակ ուռուցք, ինչպես բժիշկներն են հաճախ ասում, բառը ինքնին վախենալու է եւ այո, լավ է, որ այս բառի հանդեպ վախը մարդիկ կարողանան հաղթահարել ու իհարկե ազատվել այդ ամեն ինչից։ Չէ՞ որ ժամանակին մարդիկ ամպրոպից են վախեցել։ Չէ՞ որ ժամանակին մարդիկ կայծակից եւ այլն, ինչը մենք չգիտենք, մեզ մոտ վախ է առաջացնում։ Տարեց տարի իմանալով ավելին, մենք ավելի քիչ ենք վախենում եւ ասեմ ձեզ, հենց օրվա փիլիսոփայությունը դա է, ոչ թե նա ստեղծված է միայն բժիշկների համար, դա թիմային աշխատանք ձևակերպելու մասին է, ոչ միայն բժիշկ-պացիենտ, այլ նաեւ բժշկական հաստատություններ, պետություններ, հասարակական կազմակերպություններ, տարբեր նաեւ կոմերցիոն ընկերություններ, ինչու՞ չէ։ Եվ խոսքը ոչ թե 10-20 ընկերությունների կամ կազմակերպությունների միավորման, այլ հազարավոր, աշխարհով մեկ հազարավոր։ Աշխարհով մեկ իհարկե։ Պետական շենքեր են լուսավորվում, տարբեր միջոցառումներ են իրականացվում այդ օրերի արդիվ։ Ես ձեզ նույնիսկ ասեմ, տարբեր միջազգային սկրինինգային ծրագրեր, հետազոտական սկրինինգային ծրագրեր, որպես փիլիսոփայություն սկսում են հենց փետրվարի 4-ից։ Եվ դա մեծ փիլիսոփայություն է կրում, ի օգուտ միանշանակ իհարկե բուժառուների
թե վաղ հայտնաբերման, թե ավելի հեշտ բուժման, թե ավելի էֆեկտիվ բուժման։ Պարոն Բյուզանդյան, շատ կարելի ասել ամենակարևոր եւ առաջնային փուլերից մեկը դա հենց ախտորոշումն է։ Ինչպես պետք է ճիշտ ախտորոշել եւ արդյոք կան նշաններ, որոնք մենք իրականում անտեսում ենք, բայց պետք է ուշադրություն դարձնել։ Հավատացեք, օրգանիզմը ինքնին արդեն արձագանքի նշաններ ունենալու դեպքում, Եվ մի քանի նշաններ կարելի է ասել։ Ամենավառ արտահայտվանից նշաններից դա ցավն է, որը սպეციფიկ է բոլոր ուռուցքային ախտանների համար, բայց ցավոք սրտի ուռուցքաբանությունը այդքան էլ հեշտ գիտություն չէ։ Յուրաքանչյուր նեղ ոլորտ ունի իր սպეციფիկան, այսինքն թոքիկ հասկեղի գանգատները այլ են, կրծքագեղձինը այլ են, ստամոքսինը այլ են եւ այդպես շարունակ։ Եւ յուրաքանչյուր մարդ ուղղակի պետք է հետևի իր առողջությանը ցանկացած ահազանգի դեպքում, ոչ թե թողնի բախտի քմաճույքին կամ հեսականցնի եւ այլն, դիմի ուղղակի մասնագիտացված կենտրոններ, նախ եւ առաջ ընդհանուր պրոֆիլի բուժ հիմնարկ, որտեղ կասկածներ ունենալու դեպքում արդեն իրանով կարող են զբաղվել ուռուցքաբանները, այո։ Այսօր թե բիզնեսի, թե առողջապահության գլխավոր թանկարժեք առարկան դա ժամանակն է։ Ժամանակը ավելի թանկ է, քան մենք կարող ենք պատկերացնել եւ յուրաքանչյուր օր չասեմ, բայց յուրաքանչյուր ամիս մարդու կյանքում կարող է բան փոխել։ Հետաքրքիր է, մենք խոսում ենք առհասարակ երեք, նաև այսօր խոսում ենք իրազեկումից, վաղ հայտնաբերումից, ձեր պրակտիկայում եղել է դեպք, երբ վաղ հայտնաբերումը փոխել է ամբողջ բուժման ընթացքը։ Բավականին, ես մասնագիտությամբ կրծքային վիրաբույժ եմ, չխառնենք կուրծք բառի հետ, կրծքավանդակ, այո, կրծքավանդակ բառի հետ, այսինքն մեր գլխավոր խումբը բուժարներ դա թոքիկ հասկեղով հիվանդներն են եւ շատ չմանրանամ այդ թեմայի շուրջ, բայց թոքը առանձնատուկ է նրանով, որ գանգատ առաջացնում է բարձր փուլերում եւ եթե մենք ունենում ենք վաղ փուլերի ախտորոշում, խոսքը առաջի երկրորդ փուլերի մասին է, նույն առաջի փուլի հայտնաբերման ժամանակ բուժումը շատ ժամանակ ավարտվում է միայն վիրահատական բուժումով, իսկ երկրորդ փուլերի ժամանակ արդեն կարող է կոմբինացված դեղորայք եւ վիրահատական բուժում եւ դեղորայք կամ կարող ճառագայթային բուժում եւս միանալ եւ այդպես շարունակ։ Դեպքերը բազմաթիվ են եւ դա հայտնաբերվում է պատահական։ Այսինքն մարդիկ ուղղակի ուրիշ գանգատով, լրիվ պատահական ուրիշ գանգատով մի քանի բուժար ունեցել ենք, որ ուղղակի վթարի մեջ են ոչ բարեբախտաբար հայտնվել, մտել են հիմնարկ, հետազոտվել են, տեսել են հայտնաբերված խնդիր, դիմել են եւ այս պահին գտնում են արդեն հսկողության մեջ վիրահատական բուժման ավարտից հետո։ Տարբեր բուժառուներ հայտնաբերում են իրենց խնդիրները այլ հիվանդության կապակցությամբ հետազոտվելուց, օրինակ չգիտեմ, լեղաքարային հիվանդություն են ունենում, հետազոտում են, տեսնում են թոքում խնդիր կա եւ բոլոր խնդիրներն են։ Իհարկե մակերեսային գտնվող օրգանների դեպքում մարդը ինքնին կարող է հայտնաբերել, խոսքը կրծքագեղձի, մաշկի քաղցկեղների մասին, այո, բուժառուն ինքն է շատ ժամանակ տեսնում կամ շոշափում կամ հայտնաբերում։ Հիմնական առաջացման պայմանների մասին մի քանի բան կասեք, դե մենք սովորենք, որ դա ծխախոտն է, թոքերի հետ կապված, հիմա սնունդը ինձ թվում է կարող է հանդիսանալ պատճառ։ Դրա մասին եթե խոսենք մինչ առավոտ մեզ եթերային ժամանակը չի ահ, շատ են, այ քեզ բան։ Գումարային առումով կարող եմ ասել կանցերոգեններն են առաջացնում, դրդում, եւ հանդիսանում քաղցկեղի առաջացման ռիսկը, նույն ծխախոտը եւ տարբեր նյութեր, որոնք 70-ից ավելն են մեր միջավայրում, պետք է ուղղակի զերծ մնալ այդ ախտոտված օդից սկսենք երևի թե։ Եվ ապահովել անձնական հիգիենան, խոսքը մաքրության մասին չէ, այլ ունենալ բույսեր, մաքուր օդի գնալ, զբոսնել եւ այլն, չմնալ ռուտին ամենօրյա կյանքում եւ օգտվել առողջ սննդից։ Այսինքն ամեն բոլոր կոմպոնենտները կարևոր են։ Մեկ է, այսինքն եթե մի բան անես ճիշտ, մի բան անես սխալ, դա Եվ ամենակարևորը, քանի որ նշեցիք, որ հնարավոր է եղել են դեպքեր, որ պատահական է պացիենտը բացահայտել հիվանդության մասին, այս շատ կարևոր է պարբերաբար պարզապես գնալ ստուգումների, ամբողջ օրգանիզմի հետ է կապված, պարզապես գնալ ստուգումների առանց պատճառի, առանց գանգատի, առանց ինչ-որ սիմպտոմի, ուղղակի գնալ եւ ստուգումներ։ Այ հիմա անդրադառնանք հայկական ուռուցքաբանության կոնգրեսին, ինչով է առանձնանում այս տարվա 6-րդ կոնգրեսը նախորդներից։ Եկեք սկսեմ ամենաառաջինից, ինչով է առանձնանում հայկական ուռուցքաբանական կոնգրեսը։ Ուռուցքաբանությունը ինքնին հնչում է որպես մեկ մասնագիտություն, սակայն ինքը վաղուց արդեն մեկ մասնագիտություն չէ, դա տարբեր հարթակներ են եւ շատ ժամանակ կոմբինացված հարթակներ են, այսինքն երբ մի քանի մասնագետ աշխատում են նույն հիվանդության շուրջ եւ յուրաքանչյուրի դիրքորոշումը եւ
օգնությունը բուժառում փոխում է ամբողջ բուժական գործընթացը։ Եվ առաջացել էր վաղուց այդ գաղափարը ստեղծել մի հարթակ, որտեղ գտնվեն ոչ միայն մեկ բուժ կենտրոնի բուժաշխատողներ, բժիշկներ եւ այլ մասնագետներ, այլև միավորել Հայաստանում տվյալ ոլորտում ընդգրկված բոլոր մասնագետներին, բերել մեկ հարթակ եւ կիսվել փորձով ստեղծել նոր կապեր, ինչու՞ չէ նաեւ ունենալ փոխ հայերեն չեմ կարող ցավոք ասել, իմպլեմենտացնել ուրիշների փորձը, այսինքն փոխանակել ուրիշի կատարած միգուցե իմպլեմենտացիան շատ լավ բառ է, թողնենք իրեն, եւ դա վերաբերվում է արդեն տարեց տարի զարգացող թե գիտական զեկույցների քանակին, թե ընդգրկված մասնագիտությունների քանակին։ Այո, եթե առաջին ռուսկաբանության կոնգրեսը եղել է շատ ավելի համեստ ձևաչափով, շատ ավելի քիչ զեկույցներով, այսօր մենք խոսում ենք արդեն 120-ի կարգի զեկույցների մասին եւ 12 տարբեր մասնագիտական սեսիաների մասին, որտեղ ընդգրկված են տարբեր մասնագետներ։ Եթե նույն կրծքային վիրաբուժության մասին խոսենք, որտեղ մենք ունենալու ենք երկու գիտական սեսիա, ընդգրկված են թե հյուսվածաբանները, ընդգրկված են թե քիմիոթերապևտները, թե ճառագայթային մասնագետները, թե կրծքային վիրաբուժները։ Եվ ասեմ ձեզ, թվում է թե զեկույցներ են եւ այլն, ինչ որ մեկը կլսի, ինչ որ մեկը չի լսի, բայց ինչով է տարբերվում դասախոսությունը սովորական գիտական սեսիայից եւ զեկույցից։ Դասախոսությունը դա կլասիկ կրթություն է, այսինքն սա պետք է սենց, սա սենց, սա սենց, իսկ երբ դու մասնակցում ես գիտական սեսիաներին, առաջին նախապայմանը ոչ թե պատմել ինչ-որ մի բանի մասին, որ բոլորը գիտեն, այլ կիսվել սեփական փորձով։ Բոլորը առնչվում են նույն խնդիրներին, նույն խնդիրներին, գտնվելով նույն երկրում, այսինքն վաղ հաղթորոշումը ինչպես խորացնենք, բարձր թողի դեպքեր չունենանք, կամ մենք ունեցել ենք բարձր թողի դեպք, մենք սենց ենք բուժել։ Դա օգնում է փորձը դասնել համընդհանուր։ Իմ փորձը ձեր փորձն է, օգտագործեք, ձեզ է դա օգնելու։ Այս մեթոդը, որ մենք մշակել ենք մի քանի բուժառույն, մենք կարողացել ենք օգնել, միգուցե ձեր բուժառույնն էլ դա օգնի եւ այդպես շարունակ։ Փորձի փոխանակում էլի կարելի ասել։ Այո, փորձի փոխանակում եւ մյուս կարևոր պահը, եւ մենք ունենում ենք արտասահմանից հրավիրված մասնագետներ, նույն իրենց փորձը իմպլեմենտացնում են արդեն մեր երկրում, մեր մասնագետների շրջանում։ Եվ այս տարվա հետաքրքիր յուրօրությունը կայանում է նրան, յուրօրինակությունը կայանում է նրանում, որ մենք ունենալու ենք կենթանի վիրաբուժության սեսիա։ Այսինքն մեր արտասահմանից ժամանած մասնագետները գտնվելու են վիրահատարանում, real time իրականացնեն վիրահատություն եւ տարբեր էտապներում կիսվեն իրենց փորձով։ Այսինքն այս հիմնականում դա բարդ վիրահատություններ են, որոնք իհարկե մենք էլ ենք իրականացնում, բայց տվյալ դեպքերում ամենակարևորը, որ յուրաքանչյուր վիրաբույժի մոտից կարող ես ինչ-որ բան տեսնել եւ ըմբռնել դա եւ սկսել կիրառել, որտեղ բոլորն էլ վիրաբույժները ավելի շատ զբաղվում են պրակտիկ գործողությամբ, քան տեսությամբ։ Եվ մեկի հնարքը կարող է ոչ մեկ չիմանա, եւ նմանատիպ միջոցառումների մասնակցում մենք մեր գործողությունները դարձնում ենք ավելի հեշտ, ավելի արագ եւ ավելի անվնաս։ Եվ մյուս տեսանկյունից էլ տեղի ունենալու նաև կենթանի քննարկումներ։ Շատ ժամանակ նմանատիպ միջոցառումներին մարդիկ պատմում են, օրինակ մենք կատարում ենք այս գործողությունը այսպես, մենք այս գործիքը կիրառում ենք այսպես եւ այլն, եւ միշտ նմանատիպ միջոցառումներից երբ դուրս ես գալիս, ունենում ես բավականին մեծ փաթեթ գործողությունների, որ դու անպայման պետք է փորձես եւ սկսես կիրառել։ Պրակտիկայում։ Դե ինչպես հասկացանք, իսկապես թիմային եւ բազմապրոֆիլ աշխատանք է սա իրենից ներկայացնում, ընդհանուր մի անվան տակ, փաստորեն շատ ճյուղեր ու շատ մանրամասներ կան եւ հրաշալի է, որ այս կոնգրեսը իրականում գոյություն ունի փորձի փոխանակման կամ այն բառը, որ դուք նշեցիք, փաստորեն շատ լավ արդյունք է տալիս, այո, բարդ բառը, որ չհիշեցինք, եւ նաեւ խորագրին էլ անդրադառնանք հայկական ռուսկաբանություն համարձակ ծրագրերից դրանց իրագործումը, ինչ նշանակություն ունի եւ ինչ ուղերձ ունի հենց այս խորագիրը։ Ինքը բավականին լայն ուղերձ է իրենից ներկայացնում, քանզի ռուսկաբանությունը ամենաարագ զարգացող գիտություններից է եւ պոտենցիալ ամենաերկար զարգացողներից, այսինքն տարեց տարի մենք նորություններ ենք իմանում մեր ոլորտից եւ շատ ժամանակ ընթացիկ նորությունները տեսնելով ընդունում ենք դա որպես տվյալ ժամանակի լուծում եւ այլն, բայց մի որոշ ժամանակ երբ մենք հետ ենք նայում 20 տարի հետ դա ահռելի տարբերություն է, իհարկե։ Այո, մոտավորապես ոնց որ հիմա հետ նայենք մեր սոցիումը, մեր ամենօրյա կյանքը 100 տարի առաջ հեռախոսներ չկար, չգիտեմ, մեքենաներ չկար, ոնց ենք մենք առաջ շարժում եւ այլն, մոտավորապես նմանատիպ
գաղափարախոսություններ են մեզ մոտ առաջանում 20 տարի առաջ ինչ էր կատարվում մեր ոլորտում։ Այսօր այսինքն ավելին քան երբևէ քաղցկեղը կարող է դատավճիռ չլինել այս տարում։ Այո, դուք շատ ճիշտ նախադասություն եք ասում։ Շատ ժամանակ մեր բուժառուները հնչեցնում են հետևյալ նախադասությունը. սա ինչ է, սա բուժելի է, անբուժելի է եւ այլն։ Անբուժելի հիվանդություն չկա։ Ես ձեզ անկեղծ ասում եմ։ Ուղղակի կա լավ բուժվող, հեշտ բուժվող, դժվար բուժվող Եվ ժամանակին։ Այո, ժամանակը կրկին անգամ կրկնեմ ժամանակը բավականին թանկ է։ Շատ մարդիկ չեն գնահատում ժամանակը եւ երբ իրենց հիվանդությունը հայտնաբերում առաջին փուլում, իրենք մտածում են, որ գանգատ չունեն, ուրեմն սա կանցնի ինքնուրույն, բայց 1 ամիս անց դա կարող է արդեն ուշ լինել։ Շատ արագ զարգանալ։ Այո։ Եվ մյուս փիլիսոփայությունը այդ խորագրի այն է, որ մենք տարեցտարի խորացնում ենք մեր միջազգային ծրագրերը եւ այս տարի ելնելով ճառագայթային օնկոլոգիայի խորը զարգացված լինելուն մասնավորապես 25 թվականին բազմաթիվ նոր սարքավորումների գործարկումով կարիք կար ստեղծելու, մտածելու այն մասին, թե ինչպես են կրթվելու այն մարդիկ, ովքեր աշխատում են այդ սարքավորումների հետ, չէ որ բարձր որակավորված մասնագետի եւ միջին որակավորված մասնագետի աշխատանքը նույն սարքավորման է, դա պրինցիպիալ տարբեր են եւ այս տարի մենք հյուր ենք ունենալու Շվեդիայից, ովքեր որ պատրաստվում են գույքագրել մեր խնդիրները եւ ստեղծել համապատասխան ծրագիր ապագայում եւ միգուցե եւ ռեգիոնալ նշանակության կրթական ծրագիր, որ մենք ունենանք այստեղ նաեւ կրթվողներ արտերկրից եւ այլն եւ այլն։ Դա մեր համարձակ ծրագրերից մեկն է։ Կարծում եմ, որ այս խորագրի տակ թաքնված են շատ այսպես բազմազան տարբեր ու շատ կարևոր միջոցառումներ ու մտքեր, իսկապես նաև շատ հանգամանալից փաստ, որ ամբողջ աշխարհում եւ շատ գեղեցիկ, հետաքրքիր միջոցներով ու միտումներով է դրանք կատարվում, ինչպես պարոն Բյուզանդյանը նշեց սկզբում, թե շենքերի վրա անիմացիոն պատկերներով, թե ֆլեշմոբերով եւ կարևոր է այսպես թափ եւ իրազեկ պահել հասարակությանը։ Մենք պարոն Բյուզանդյան շատ շնորհակալություն ենք հայտնում բովանդակալից զրույցի համար ամենակարևորը եւ եթե գեթ 1 մարդ այս պահին սթափվեց եւ պարզապես հասկացավ թե սիմպտոմները, թե գնաց այն քայլին, որ պետք է գոնե ստուգվի, առաջնային փուլում ամենակարևոր է ախտորոշվի, ելի շատ մեծ քայլեր ձեր կողմից։ Շնորհակալություն ձեզ եւ բոլոր մասնագետներին, շնորհավորում ենք նաեւ այսօրվա առիթով, շնորհակալություն, որ օրը մեզ հետ եք սկսել։ Շնորհակալ ենք շատ։ Սիրելի հեռուստադիտողներ, ունեցեք գիտակցված եւ պատասխանատու մոտեցում սեփական առողջության հանդեպ եւ ամեն բան կլինի շատ ավելի լավ, քան պատկերացնում եք։ Մենք կարծես թե ավարտեցինք մեր զրույցը եւ այս պահին պետք է ընդմիջվենք կարճատև գովազդով, որից հետո կշարունակենք։ Մնացեք մեզ հետ։